Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալը։ Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը եւ համատեղ սահմանների գործոնի կարեւորությունը, զորավարժությունները նախապես պլանավորվել եւ մշակվել են միաժամանակ մարտական պատրաստականության եւ խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար, նշել է Պաշտոնյան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, Իրանի զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։